Այսպես պոկեմ, տեսնենք, կտրեմ, տեսնենք ներսից ինչ ենք ստացել, ախելը ստեղ նայեք մի հատ, նայեք մեջից, հիմա արդեն մի քիչ ծառել է, արդեն տենց տակ չի ու հիմա ստեղ նայեք, այս գեղեցկությանը նայեք, խմորը նայեք մի հատ, փխրուն, ընտիր, ալուրից ենք սկսում, խմորից, ալուրը Բաղրամյանի ալուր, մոտ 500 գրամ, 450, սոդա, մեկ ոչ լիքը թեյ գթալ եմ վերցրել, նույնքան աղ, մեզ անհրաժեշտ է լինելու մածուն 200 գրամի չափով, սովորական, ջերմաստիճան բան, ոչինչ կապ չունի, բուսայուղ մի 3-4 ճաշի գթալի չափ ու մի հատ ձու եմ վերցրել, դեղնուցը խմորի համար, սպիտակուցը միջուկի համար։ Միջուկի համար մեզ նաև անհրաժեշտ է լինելու ընկերներ ջան, այսենց մի հատ ընտիր լավ սև բիբար, սև պղպեղ, խոսել եմ սրա մասին, կհիշեք երևի ու ուղիղ 200-210 գրամ լորի կալինինո պանիրը ու 1 տուփ կաթնաշոր սովորական, եթե չեմ սխալվում 450 գրամ է կաթնաշորը, պանիրն էլ աղի է, հենց որ աղի կարիք չկա, անցնենք գործի, սկսում ենք միջուկից, եկեք դնենք մի կողմ կաթնաշորը ու պանիրը սովորական քերիչով, այսպես ամբողջությամբ անցկացնում ենք, սկզբից մինչև վերջ։ Այսպես հանգիստ լավ կքերենք ու պատրաստ լինելուն պես կավելացնենք այս ամենին ոնց նշեցի սպիտակուցը ու սև պղպեղն է մնացել, մեկ ոչ լիքը ուրեմն թեյ գթալ կավելացնենք կամ մոտավոր 2 պտղունցի չափ, այսպես մի քիչ ավելացնում ենք ու հիմա այս ամեն ինչը լավ խառնելու ենք, ոնց հասկանում եք, գթալով, մինչև ստանանք պնդոտ, համասերտ զանգված, այս զանգվածը գնալով ավելի է պնդանալու, ավելի է կպչուն դառնալու ու հենց էդ էլ մեզ անհրաժեշտ է այս բաղադրատոմսի համար, շատ լավ պետք է խառնենք, որպեսզի կրկնում եմ բոլոր բաղադրիչները, ընկերներ ջան, միախառնվեն ու ստանանք հիասքանչ միջուկ։ Խոսանք աղի մասին նորից, եթե ուրիշ պանիր եք վերցնում, որ աղի չի, ավելացնում եք աղ պարտադիր ձևով, փորձեք մի հատ, չնայած խոր չեմ տա փորձել, ձևի սպիտակուց կա մեջը հում, բայց ամեն դեպքում, եթե անալի պանիր է, ավելացնում եք աղ։ Այսպես զանգված ենք ստանալու, ոնց նշեցի, տեսեք պնդոտ, արդեն դժվար է խառնվում ու բաժանում ենք այս միջուկը այնքան մասի, ինչքան որ խմորն է լինելու, ինչքան որ խաչապուրի պետք է ստանանք, ես 4 մասի եմ բաժանելու, հետևաբար 4 խաչապուրի ենք ստանալու, այսպես վերցնում եմ մաքուր ձեռքերով, գնդում եմ, գունդ եմ դարձնում, 4 հատ հավասար 10 գրամ, 15 գրամ այս կողմ այն կողմ, որևէ դեր չի խաղում, մի անհանգստացեք, ինչ-որ ոսկերչական չափումներ մեզ ընդհանրապես անհրաժեշտ չեն, այսպես, 4-րդն էլ մի հատ սարքենք, գնդենք, երևի թե այս մեկը մի քիչ ավելի մեծ է ստացվելու, դրա համար հիմա վրից կվերցնեմ, հիմա այս մնացորդը, այսպես ամենափոքրի վրա կկպցնենք, էլի կգնդենք, վերջոր, քիչ թե շատ հավասարը չափ լինի, այսքան բան, հիմա տոպրակ կդնեմ վրան, կտեղափոխեմ սառնարան ու անցնենք խմորը պատրաստելուն, ձվից ենք սկսում, դեղնուց լցնենք պատրաստվող թասի մեջ, ոչ մի դժվար բան չկա, ցանկացածը կարա պատրաստի, 100% բան եմ ձեզ ասում, երաշխիք եմ տալիս, հենց ասած, ավելացնենք մածունը ձվին, այսպես, ամբողջությամբ, միջև վերջի կաթիլը, այսպես, ավելացնենք, հիմա միանգամից սոդան ու աղը, այսպես, հիմա ինչ ենք անում, մի հատ այսպես խառնում ենք լավ ոտից գլուխ, սիրուն, սկսելու է փրփրել այս ամեն ինչը, որտեղ սոդան թթվային միջավայրի հետ ռեակցիայի մեջ է մտնում, այսինքն մածունի հետևյալ դեպքում ու առաջանալու է փրփրող հատկություն, տենց է պետք է լինի, սկսնակներին է վերաբերվում, չվախենաք հանկարծ,
Այսինքն խառնում ենք մի քանի վայրկյան, լավ, որ բոլոր բաղադրիչները խառնվեն իրար։ Այդ գործողությունը ուրեմն անելուց հետո մեզ տեսականորեն ինչ է մնացել այստեղ, բուսայուղն ենք ավելացնում, մի հատ էլ հիմա կխառնենք, այսպես, սիրուն, ու արդեն կավելացնենք ալյուրը, ոչ մի մաղել, ոչ մի բան, ոչ մի ինչ-որ չափումներ անհրաժեշտ չի, հավաստիացնում եմ ձեզ, որ որևէ մեկը հստակ չգիտի ալյուրների ճիշտ չափաբաժինը, այդ ամենը մոտավոր է ասվում, տեսեք պղպջակները արդեն առաջացան, ահա, այնքան ալյուր ենք ուրեմն ավելացնում, որ ստանանք փափուկ ձեռքերին չկպչող խմոր, միշտ կա հուշում խմորը պատրաստելուց ու դա հենց այդ է, փափուկ խմոր, պինդ խմոր, հաշվի առեք, թե ինչ խմոր է ձեզ անհրաժեշտ ու ավելացրեք ըստ անհրաժեշտ չափաբաժնի, խառնում ենք այս ամենը, տեսեք, մի քիչ ավելացրեցի, ամբողջությամբ երբեք չենք ավելացնում, ինչքան էլ որ գրած լինի, ինչ չափի էլ, ուրեմն չափերով էլ որ գրած լինի, միևնույնն է ավելացնում ենք սկզբում քիչ, խառնում ենք, տեսնում ենք, որ այս ամենը արդեն վերածվեց գնդի, պնդացավ, սենց ասեմ, հիմա մենք շարունակելու ենք աշխատանքը արդեն գորգի վրա, այսպես մի քիչ էլ հիմա կխառնեմ, այսպես, գորգին հիմա էլի մի քիչ ալյուր ենք անում, մոտ 70 գրամի չափով, ավելացնում ենք այս ամեն ինչը, այսպես գորգի վրա, սիրուն, մնացորդներն էլ պոկում ենք հատակից, ավելացնում ենք, սիրուն, անտիր, գթալից էլ ենք պոկում, այսպես մաքուր ձեռքով, ու կներեք նորից ներողություն եմ խնդրում, պատուանը բաց է, դրսում աղմուկ է, ու սկսում ենք հունցելը մոտ 5-6 րոպեի չափով, այսպես հունցում ենք բոլոր կողմերից, սիրուն, ընտիր, միջև ստանանք կրկնում եմ մեզ անհրաժեշտ խմորը, փափուկ ձեռքերին չկպչող խմոր, տեսեք, հիմա ես հունցում եմ, նայեք իմ ձեռքերի աշխատանքին, սովորեք, ով տեղյակ չի, թե ոնց է պետք ճիշտ հունցել, ձեռներով բերում ենք դեպի մեզ, ափով տանում ենք դեպի հակառակ կողմ, տեսեք, բերեցի տարա, այսպես, ձեռքերով ու ափով, ճիշտ հունցելու ձևը հենց սա է, կրկնում եմ, ով տեղյակ չի, սա իգիտություն ձեզ, եթե նկատում եք մնացած ալյուրը կողքի, ես չեմ ավելացնում, հիմա տանենք այն կողմ, որտեղ կարա շատ լինի, իմ փորձից ելնելով ես ասում եմ, որ այդ ալյուրը այդքան էլ անհրաժեշտ չի, կարանք մեկ ոչ լիքը բռի չափով ավելացնենք, բայց ոչ ավել, առայժմ հունցում ենք, երբ առաջանա արդեն կպչունություն, կպնի հատակին խմորը, արդեն կհասկանանք պետք է էլի ալյուր մեզ, թե պետք չի, սա մյուս հուշումը, թե ոնց է պետք ստանալ ճիշտ խմոր, ընդամենը երկար հունցելով ամեն ինչ արդեն ի հայտ կգա, եթե չի կպնում գետնին, հատակին, ձեռքերին, նշանակում է ուրեմն կարիք չկա էլ ալյուրի, տեսեք կպավ, ես ալյուրը ավելացրեցի մի քիչ էլ, ու ինձ թվում է այսքանը լրիվ արդեն հերիք է 100%-ով, սրանից ավել ոչինչ, ոչ մի ալյուր չենք ավելացնում, հաշվի առնելով, որ հանգստանալու է դեռ խմորը, այսպես մի հատ էլ կհունցենք, մի քիչ, այսպես դեռ հունցել է ուզում, 1 րոպեի չափով կարծում եմ, մոռացա նշել, շարունակեմ միտքս, ալյուրը ուրեմն երբ ներողություն խմորը երբ հանգստանում է, ինքը էլ ավելի է փափկում, էլ ավելի է ենթարկվող դառնում, դա էլի հաշվի առեք, այսպես խմոր ենք ստանում, կլորիկ, սիրուն, փափուկ, ձեռքերին չկպչող, բաժանում ենք 4 մասի, որտեղ միջուկը 4 մասի ենք բաժանել, ինչքան խաչապուրի ուզեք կստանաք, հլը մեջի պղպջակները մի հատ նայեք, հիանալի խմոր ենք ստացել, այսպես նորից այս դեպքում էլ 20 գրամ այս կողմ, 20 գրամ այն կողմ, ոչ մի դեր չի խաղալու, մի անհանգստացեք, որևէ խնդիր չկա, այսպես գնդեր ենք ստանում, միջուկի գնդերին համապատասխան ու գրեթե հավասար, դնում ենք ափսեի մեջ, ծածկելու ենք տոպրակով ու էլի թողելու ենք մի 20 րոպեի չափով, այսպես գնդեր ենք ստանում, տեսեք։ Այսպես ընկերներ ջան, մի հատ ուրեմն շրջում ենք, ասեմ, որ առաջի անգամ ենք շրջում իրան, հենց երեկ ենք պատրաստել,
դրել չորանալուի նկատի ունեմ, այսենց շրջենք բոլորը մի հատ սիրուն, բոլորը իհարկե ցույց չեմ տա ձեզ, մի քիչ էլ թող մյուս տեսանյութի համար մնա, ամենայն դեպս ցույց եմ տալի, ուզում եմ մի երկու բան ցուցադրեմ ջրի հետ կապված, տեսեք, ստե փոքր ջրերը կան, փոքր ծիրանից են ստացվելու, ոնց հասկացաք, իրանցել են, որոշեցինք պատրաստել էլի ջիր, փոքր տեսակով ու էլի նույն գործողությունն ենք անում, շրջում ենք, այսենց, ինձ թվում է փոքրով է սիրուն կստացվի, չգիտեմ, գրեք մեկնաբանություններում, հիմա գնդերը էլ ավելի են փափկե, էլ ավելի ենթարկվող կլինեն, մի հատ էլ այսենց գնդենք, հիմա դնում ենք գորգի վրա, այսենց մատերով բացում, սիրուն, աշխատում ենք մեջտեղը շատ չսեղմել, կողքերից ենք բացում, այսենց, այսենց գձգենք մի հատ, ըստ անհրաժեշտության, այսպես կլորիկ մի հատ վիճակ ենք ստանում, սենց ասեմ խմորի, մեջտեղում դնում ենք գունդը, միջուկը ու բոլոր կողմերից այսպես փակում, սիրուն, սեղմելով, ամրացնելով, ստեղ ամենակարևորը այս կարերը փակելն է, որպեսզի իրենք որևէ դեպքում հանկարծ չբացվեն ու այսպես սեղմում ենք մի հատ, կլորացնում ենք, սիրուն, այսպես սեղմում ենք ափով, հիմա հատակին ալուր ենք անում, շրջում ենք, արդեն կարով դեպի ներքև, ոնց նկատեցիք, այսպես մի հատ է ձեռով կսեղմենք թեթև, կհարթացնենք ու դիմում ենք գրտնակի օգնությանը, սիրուն առանց շտապելու կլորակ ենք բացում, բարակոտ, հաստ կլորակ մեզ անհրաժեշտ չի, որտեղ ինքը միևնույնն է սոդայով խմոր է, ուռելու է, սա էլ հաշվի առեք, այսպես սիրուն բացում ենք, մեր համար անհրաժեշտ մեծության, ուրեմն գունդ, մեծության խմոր, այսպես, ինչքան ուզենք կբացենք, ինչքան հնարավոր է կարանք բացենք, նորից թողնում եմ ձեր հայեցողությանը, ինձ այսքան մեծությունը, այսքան տրամագծով մեծությունը լրիվ հերիք է, մի հատ կլորացնենք այսպես սիրուն, մոտավոր թող կլորակ լինի ու մոտենանք գազ օջախին արդեն, ստե իմ մոտ լրիվ չոր թավա է, ոչինչ չեմ ավելացրել, նախորոք տաքացված է թավան արդեն, լավ երման է, դնում ենք թավայի վրա, ձեռքով սեղմում ենք այսպես, մի փոքր, և պարտադիր կերպով փակում ենք կափարիչով, կրակը միջին է մեր մոտ լինելու, ամեն կողմից 3-4 րոպե տապակելու ենք այսպես, սիրուն, ինքը ընթացքում ուռելու է, կտենակ հիմա, երբ ուռիք ցուցադրեմ, 3-4 րոպե հետո շրջում ենք մյուս կողմի վրա եւս, հիմա տեսեք անցավ 3 րոպեն, ինչ ենք անում, հիմա ես վերցնում եմ գդալը, իմ սիրելի փայտե գդալը տվյալ դեպքում, այսպես վերցնում եմ ու արագ շրջում, վերջ, տեսնում եք ինչ սիրուն է, լավ, գեղեցիկ կարմրել է, գեղեցիկ էփվել է մի կողմից, այսպես մի քիչ տեսք տանք, նորից նույն գործողությունը փակում ենք կափարիչով ու նորից 3-4 րոպե, որից հետո մի անգամ էլ ենք շրջելու ու վերցնելու ենք կրակից արդեն, առաջ չընկնեմ, հերթով բոլորը կցուցադրեմ ձեզ։ Նորից 3-4 րոպե անց բացում ենք, տեսեք, հիմա հատուկ շեշտում եմ, նայեք ոնց է ուռչը, ոնց է հաստացես ամեն ինչը, տեսնում եք, սա սոդայի հաշվին է տեղի ունենում, լստեղ նայեք, հրաշք, գեղեցկություն, ինչ ասեմ, մի հատ էլ շրջենք, այսենց, թող մյուս կողմից է կարմրի, մի թեթև, նորից փակում ենք կափարիչով ու արդեն մոտ 2 րոպեից կվերցնենք, էլ 3-4 րոպեի կարիք ընդհանրապես մեր մոտ չկա, այս դեպքում բացենք ու ոնց նշեցի արդեն վերցնենք, վերցնելու ժամանակն է, հիմա ափսեն ենք վերցնում ու արդեն այսենց հակառակությամբ շրջում ափսեի վրա, վերջ առաջի խաչապուրին պատրաստ է,
սենց չենք թողում, վրայից քսում ենք կարակ, պարտադիր, այս սենց սիրուն կարակը քսում ենք ամբողջ երեսով մեկ խաչապուրի ու դնում մի կողմի վրա։ Դե ինչ ընկերներ ջան, բոլոր 4 խաչապուրիները պատրաստ են, ստեղ նայեք մի հատ, 4-ի վրա ես կարակելը չեմ քսել, քսում եմ, սենց սիրուն հավեսով մի հատ ընտիր, ինչ ասեմ,
ձեր էներգիան ներդրեք այս ամեն ինչի մեջ, որպեսզի ստանաք հիանալի արդյունք, նենց արդյունք, որ դուք ինքներդ զարմանաք այդ արդյունքից։ Հիմա շատ տաք է, բայց ես ամեն դեպքում զգուշորեն այսպես պոկեմ, տեսնենք, կտրեմ, տեսնենք ներսից ինչ ենք ստացել, ախել ստեղ նայեք մի հատ։ Վախ, շատ տաք է, դնենք թող մի քիչ հովանա, մի քիչ շատ չէ, ու անցնենք վայելելու արդեն ողջ ընտանիքով, մի հատ էլ սենց ցուցադրեմ, սիրուն, գեղեցիկ, նայեք մեջից, հիմա արդեն մի քիչ ծառել է, արդեն տենց տաք չի, ու հիմա ստեղ նայեք, այս գեղեցկությանը նայեք, խմորը նայեք մի հատ, փխրուն, ընտիր, փափուկ, ես բառեր չունեմ նկարագրելու, փորձեք անպայման այս բաղադրատոմսով գրեք, եղեք միշտ ներդաշնակության մեջ, այսօր այսքանը, մինչ նոր հանդիպում։